պատժամիջոց չկա եւ չի կարող լինել, այլ թեմա կա, բնականաբար կքննարկեմ։ Ռուսական Ռոսելխոզնաձորն էլ է պնդում, թե հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումները քաղաքական չեն ու պատճառը միայն որակն է։ Բայց սրան զուգահեռ պաշտոնական Մոսկվան է ամեն անգամ Հայաստանից պահանջում արագ կողմնորոշվել Եվրամիության հետ համագործակցության եւ ԵԱՏՄ անդամակցության միջև։ Քաղաքական այս տեքստերը գյուղացուն հասանելի լեզվով է թարգմանում իր ծաղիկը տասնյակ տարիներ ռուսական շուկայում վաճառող արմավիրցի ջերմոցատեր Արտակ Թովմասյանը։ Կուլտուրական ոչ են ասում, սա մաքուր քաղաքական հաշվեհարդար է, կարծում է նա։ Եթե ես ծաղիկ ուղարկել եմ, ինձ օգուտ չի, բայց ասեմ, համոզված եմ, որ նույնիսկ բլոջ է եղել, Ռոսելխոզնաձորը աշկա փագե, ու ես տարիներով հանել եմ, հիմա չեն տանում, իհարկե քաղաքական է։ Վարչապետն ու էկոնոմիկայի նախարարը վստահեցնում էին, թե ընտրություններից հետո Ռուսաստանի հետ բոլոր խնդիրները կլուծվեն, բայց Մոսկվան ընտրություններից հետո շարունակեց սահմանափակումները, պտուղ բանջարեղենից, ծաղիկներից, հանքային ջրից ու ալկոհոլի որոշ տեսակներից հետո արգելելով նաև հայկական ձկնամթերքի ներմուծումը։ Ասում եք հունիսի 8-ի առավոտյան բոլոր խնդիրները կլուծվեն, ինչու չլուծվեցին։ Ես կարծում եմ, որ մեծ հաշվով լուծված են այդ խնդիրները եւ եթե նկատում եք, մենք որևէ կատաստրոֆիկ վիճակ չունենք եւ ի վերջո այս process-ի արդյունքում Հայաստանն ու Հայաստանի տնտեսությունը ավելի ուժեղացած են դուրս գալու։ Վարչապետ Փաշինյանը գործադիրի անցած նիստում արձագանքելով այս իրավիճակին ասել էր. ԵԱՏՄ-ն պետք է ասի, ինքը կա, թե չկա։ Երեկ արդեն լրագրողները Փաշինյանից հետաքրքրվեցին։ Օգոստոսին սպասվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանի վարչապետի հետ կխոսի արտահանման այս խնդիրներից։ Միջկառավարական խորհրդի նիստ է եւ վարչապետերն են մասնակցում, նախագահներ չեն մասնակցում։ Քննարկեք վարչապետի հետ այս պատժամիջոցների հարցը։ Պատժամիջոց բառը ճիշտ չի, պատժամիջոց չկա եւ չի կարող լինել, այլ թեմա կա, բնականաբար կքննարկեմ։ Այս ընթացքում կառավարությունն արտահանողներին աջակցելու համար մի շարք ծրագրեր է հաստատել, ինչպես նաև 34 միլիոն եվրոյի աջակցություն ստացել Եվրամիությունից ռուսական սահմանափակումների հետևանքները մեղմելու համար։ Բայց սուբսիդիաները միայն խոշոր արտահանողների ու արտադրողների հոգսն են թեթևացնում, նեղսրտում են մանր ու միջին արտադրողները։ Օրինակ Վանանդցի Արաբոն, որ Ծիրանի ու Կեռասի այգի ունի, ասում է, Ռուսաստան գնացող կեռասը մնացել է ծառերին։ Այս էլ սև գիլազն է, այսինքն հիմնական մայիսյանն է, չի կարող է։ Ու նայ ոնց է փչանում ինքը։ Սևնում թորմուշում է, չրի նման է դառնում ծառի վրա։ Ինքը այս ծառը вообще հավաքաշ չի։ Ազատության հետ զրույցում արմավիրցի ջերմոցատերը, որն արդեն մտածում է իր ջերմոցը փակելու մասին, ասում է ռուսական շուկա չեն կարողանում տանել, տեղական շուկայում չեն վաճառվում այդ ծավալի ծաղիկները, ստիպված քաղում, այրում կամ թափում են, որովհետև եթե չքաղեն, հողի որակը կտուժի։ Դիմելով կառավարությանն ասում է, նոր ստանդարտից մինչև նոր շուկա, եթե չաջակցեք, փոքր բիզնեսը կմահանա։ Հիմա էս ինչ տենում եք, էսի արդեն բանկրոտ ջերմոց է։ Ես բանկրոտ եմ։ Պետք է մեկը լինի, որ ասի ով ինչ ունի, բերեք, խնդրեմ։ Եղբայր, այս ապրանքը համապատասխանում է, որ Ռումինիա գնա, այս գնով համաձայն ես, այո, всё, իշքան բերես տերնենք։ Տար սրա վրա բլոջ կա, այս դեղը սրսկի, որ այդ բլոջը վերանա, մյուս անգամ տանեմ, ահա, արդեն համապատասխանում է ստանդարտին։ Ստանդարտը չգիտենք, բայց բառը գցել են վերաներ ու всё։ Իսկ կառավարությունը վնասների հստակ թիվ չի նշում։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին 11% է եղել եւ հունվար մայիսը եղել է 8%-ից ավել։ Այսինքն չի ազդել է Դե գիտեք, ընդհանրապես տնտեսության վրա միշտ էլ ինչ որ ազդեցություններ կան։ Միջուղը ակտիվանում է, միջուղը պակասում է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որ նույնպես գոհ է տնտեսական աճից, նաև խնդիրներից է խոսում։ Օրինակ լոլիկի գինն ասած նվազել է, դա էլ դժվարություններ է ստեղծում արտադրողների համար։ Բայց ասած կառավարությունն աջակցում է վարկերի տոկոսների ու մայր գումարների հետաձգման միջոցով նվազեցնելու արտադրողների բեռը։ Ծաղիկի մասին խոսելիս ասած, միայն այս ամսվա վերջին 2 օրերին 492,000 հատ ծաղիկ է արտահանվել, բայց գիտի, որ ջերմոցատերերի մի մասը ծաղիկը թափում կամ այրում են։ Ակնարկեց այս շաբաթ աջակցության նոր ծրագիր կլինի, նաև նրանց համար, որոնք մինչ այս պետական ծրագրերից չեն օգտվել։ Աջակցության չափը մեծացնում ենք, որպեսզի իրենք կարողանան ոչ թե թափեն, այլ արտահանում կարողանան ականել։ Հիմա այդ ամբողջ անցումային շրջանում այո աջակցելու ենք, որպեսզի 10-ը դառնա 20, 20-ը 40։ Ֆերմեր Դավիթ Դավթյանն առանց պետական աջակցության ինքնուրույն է կազմակերպել արտահանումը դեպի Սինգապուր։ Նա այդ
այդ ուղղությամբ սկսել է աշխատել շուրջ 2 տարի առաջ։ Սյունիքում աճեցրած իր ծնեբեկը Սինգապուր ուղարկելուց հետո այսօր էլ 1000 կիլոգրամ ծիրան ուղարկեց։ Այս բարիքով մրցելու ենք Թուրքիայի հետ, ասել եմ արդեն։ Ուղին բացել է ծնեբեկը, երկրորդը ծիրանն է, հաջորդը ինձ թվում է դեղսնա լինելու։ Դավիթն ասում է, ինչպես ինքն է կարողացել մեկ ֆերմերի այգու ծիրանն արտահանել, այնպես էլ մյուս խոշոր ընկերությունները պետք է կարողանան նույնն անել։ Նրա համոզմամբ պետությունը պետք է դառնա կապող օղակ փոքր ու միջին արտադրողների եւ խոշոր բիզնեսի միջև, խրախուսելով համագործակցությունը, որ մեծ ընկերությունները գնեն տեղական արտադրանքն ու այն նոր շուկաներ վաճառքի հանեն։ Նա կարևորում է նաեւ գործարար-ֆերմեր կապը, որ սկզբում պետության աջակցությամբ պետք է ձևավորվի, հետո ժամանակի ընթացքում գործն ինքնուրույն առաջ կգնա, ինչպես ինքն է Սինգապուրում քայլ-քայլ առաջ գնում։ Սա խորհրդանշական պահ է ու ինձ թվում է սինգապուրցիները կհավանեն ծիրանի հայրենիքից եկած ծիրանը։ Արմավիրում ծաղիկ աճեցնող Արտակ Թովմասյանը հույս ունի, որ Պապոյանը կհանդիպի իրենց, որովհետև ինքնուրույն եվրոպական երկիր չի կարող տանել իր ծաղիկը։ Ոչ էլ բացատրել, որ դրանք շատ լավն են, եթե գնեն, չեն փոշմանի։ Մտնեմ, ասեմ bonjour monsieur ու ռուսերենը սպրծավ, ֆրանսերենը սպրծավ, ոնց բացատրեմ, որ ծաղիկ ունեմ, արդյոք կառնեք իմ հրաշալի ծաղիկ։